հաճախ տեսնում ենք, որ ընտրողները քվեարկում են բաց, հետո մի քիչ sense process-ի նկատմամբ բանակ, ասենք կարող է անտարբերական վերաբերմունք կա երբեմն լինում որոշ ընտրողների կողմից, ընտրողը տեսնում է քվեարկության խցիկում մարդ կա, սպասել չի ուզում, շտապում է ու բաց քվեարկում է։ Սենց դեպքեր լինում են, սենց դեպքերը խնդրահարույց են, սենց դեպքերի մասով պետք է ձգտել, որ չլինեն, բայց ամեն դեպքում մեր համար շատ ավելի մտահոգիչ են դեպքերը, երբ որ ընտրողը բաց է քվեարկում, ինչ որ մեկը նայում է, կամ ինչ որ մեկը այդ process-ը վիդեոնկար է հանում է կողքից կամ ընտրողը ինքը բաց է քվեարկում նենց որ ինչ որ մեկին ցույց տա ինքն այդ դեպքերը մեր համար շատ ավելի մտահոգիչ են ես եմ տեսեք ոնց է եղել դեպքը մայրու աղջիկ եկել են այստեղ մայրը ասում էր հանկարծ չսխալվես չշփոթվես ինչ պիտի քվեարկես այստեղ մոտենում են որ քվեաթերթիկները վերցնեն ասում են ինձ մենակ 7-րդ համարի քվեաթերթիկը տվեք ուրիշ մի տվեք Հետո այստեղից ասում են, որ չի կարելի դենս, այսինքն ինքը դա բացահայտում է իր քվեարկելու արդյունքը, այդ խախտումն ենք արձանագրել, բաց քվեարկություն դա ենք դիտարկել, դրանից հետո այդ նույն անձը մոտենում են մայր ու աղջիկ քվեախցիկներին երկու, այնտեղ են իրար հուշումներ անում, հանձնաժողովի նախագահն իհարկե ասում է, որ չի կարելի, դա արձանագրվել է, բաց ոչ թե քվեախցիկում է եղել այդ բաց քվեարկությունը, այլ քվեաթերթիկները վերցնելուց տիկինը ասել է տվեք ինձ 7-րդ քվեաթերթիկը։ Հասկացա, դա արձանագրել եք, չէ՞։ Դա արձանագրվել, այո, դա արձանագրել ենք։ Լրատվամիջոցների մասով էլ որ ասում ենք, տեսեք ԵԿ-ն է որոշելու խախտումա թե չէ, մենք արձանագրել ենք